Դատաստանի համար եկա աշխարհ, որպեսզի ովքեր չեն տեսնում տեսնեն, իսկ ովքեր տեսնում են կուրանան։ Սուրբ Հարությանը հաջորդող 6-րդ կիրակին է, եւ Հիսուս զգաստացնող խոսքեր է հնչեցնում։ Հոգևոր կուրության մասին է խոսում մեր Տերը։ Մեղքը, սուտը եւ կեղծիքը շատանալով կույր են դարձնում մարդկանց, որ թեև աչքեր ունեն, ինչպես մեր Տերն է ասում, չեն տեսնում, ականջ ունեն եւ չեն լսում։ Ինչպես որ փարիսեցիներն էին կուրացել չարությունից, երբ Հիսուս շաբաթ օրը բժշկություն էր կատարում, եւ փոխանակ Աստծո փառքը մեծարելու օրենքի խախտում էին տեսնում ու բարիքը չէին տեսնում։ Որոնք են հոգևոր կուրության պատճառները։ Աստծո կենթանի խոսքից հրաժարվելը հանգեցնում է սրտի կարծրացման, ինչն էլ հոգու կուրության։ Ինչպես երբ արևը մայր է մտնում եւ գիշեր է լինում, աչքերը մթության մեջ դադարում են տեսնել, այնպես էլ Աստծո լույսից հեռու լինելը հոգևոր կուրության են տանում մարդուն։ Հոգևոր կուրության մեկ այլ պատճառ է ապրել հոգևոր կյանքը, պահել կանոնները առանց հավատքի, ինչը փարիսեցիություն է։ Ինչպես է հնարավոր հոգևոր կյանքն առանց հավատքի ապրել։ Այսպես, երբ Քրիստոսի սերը մարդու սրտում չորանում է, արդարությունը պակասում, մարդն ընկնում է հոգևոր կուրության մեջ։ Կույր են այն մարդիկ, ովքեր լսում են նրա խոսքը եւ չեն գործադրում այն, այլ հակառակն են անում։ Հոգևոր կուրության մեկ այլ պատճառ է հպարտությունը։ Հպարտությունը սատանայի հատկանիշն է, իսկ խոնարհ սրտում Աստված է բնակվում։ Հպարտ մարդը հոգով կույր է, քանի որ իր ներսն է տեսնում միայն, իսկ խոնարհ մարդու աչքերը ուղղված են դեպի երկինք ու Աստված։ Հոգևոր կուրության այս պատճառների հիմքը նաև տգիտությունն է կամ Աստծո գիտություն չունենալը։ Հաճախ մարդիկ գիտություն չունեն Աստծո կամքի մասին եւ սեփական դատողություններով են առաջնորդվում հոգևոր հարցերի շուրջ։ Ուստի բացենք մեր հոգու դռները, անսանք Աստծո խոսքին, անցնենք նրա միջով եւ ինչպես Հովանու ավետարանն է ասում, կյանք ունենանք եւ առավել եւս ունենանք։